4 տարի առաջ ճիշտ այս նույն օրը մենք հետընտրական թմբիրի մեջ էինք։ Նախագահական ընտրություններ, թեժ ընտրապայքար, 9 թեկնածուներ։ Կողմնորոշվելը միգուցե դժվար էր, բայց ձեզանից շատերը նույն այդ օրը շատ հեշտությամբ կողմնորոշվեցին, ընտրելով 10-րդ թեկնածուն՝ փողը։ Եթե պրպտենք մեզ 4 տարվա հիշողությունը, կհիշենք, որ փողն իրոք առատ էր այդ օրը։ Ձեզանից շատերի պահանջարկը մեծ, շատ հեշտությամբ, հենց այնպես գրչի 1 հարված եւ 5-ից մինչեւ 10,000, երբեմն նաեւ 20,000 դրամ աշխատելու հնարավորություն։ Իսկ փողն առատ էր այդ օրը։ Բաժանում էին ամենուրեք՝ դպրոցներում, միկրոավտոբուսներում, տներում ու կաբինետներում, ընտրատեղամասերի չերևացող հատվածներում։ Բաժանողներն էլ քիչ չէին՝ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, քաղաքում սիրված հարգված երաժիշտներ ու արվեստագետներ, թաղի ժիժ կանայք եւ վերջապես համայնքի ղեկավարներն ու պատգամավորները։ Այժմ մեկ պահ տեղափոխվենք արխիվ։ Ընտրական օրվա առավոտը, երբ Գալանյուսը աշխատում էր 1 ժամ պարբերականությամբ եւ անդադար ազդարարում համընդհանուր ընտրախախտումների, ընտրակեղծիքների մասին, նշում հասցեներ, որտեղ գումար են բաժանում եւ ցուցադրում կադրեր, թե ինչպես են գումար տալիս ու առնում, փոխանակելով 1 ձայնը 5000 դրամով։ Արխիվ 2008 թվական փետրվարի 19։ Կաշառքի բաժանման դեպքերը մասսայական բնույթ են կրում։ Մենք ահազանգեր ենք ստացել 29 դպրոցից, 11 դպրոցի դիմացի մանկապարտեզից, Էլցանցից, բժշկական ուսումնարանի մոտակայքից, թիվ 7 դպրոցի, արվեստի դպրոցի, թիվ 33 դպրոցի, թիվ 8 դպրոցի, թիվ 12 դպրոցի, հույս մանկատան, թիվ 41, 37, 25, Պավլիկի կոչվող խանութի, Ղանդիրյան փողոցի, Սուրբ Մարիամ մանկապարտեզի Սևյան թաղամասում ընտրակաշառք բաժանողների մի քանի օջախներ կան։ Մեր նկարահանող խումբը ֆիքսել է այն երթուղայինների համարները, որոնք մարդկանց տեղափոխում են տեղամասեր։ Իդեպ Սևյան թաղամասում ընտրակաշառք բնակիչների հավասման բաժանում են միկրոավտոբուսների մեջ։ Մարդկային կուտակումներ կան ոչ միայն տեղամասերում, այլ նաև մի շարք թաղամասերում։ Տեսնելով, որ տեսախցիկը ֆիքսում է ամեն ինչ, մեքենան շրջադարձ կատարեց, իսկ երիտասարդ մեկը ձեռքով ուղղություն ցույց տվեց ընտրողներին։ Քանի սեր տվեց։ 5000 մանե, ճիշտ բարձը 5000 ման։ Երբ բանից կպաշնեն։ Առավոտ ժամի 8-ից կարն հետերել է, թե բարձ կա։ Այսպիսի ընտրությունների պարագայում թեկնածուներից մեկը դարձավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Գործող ռեժիմը օգտագործեց ձեռքի տակ ունեցած բոլոր լծակները, լրատվական, ֆինանսական, վարչական բոլոր ռեսուրսները։ Ձայների առերևույթ առուվաճառքը սկսվելով ընտրությունների նախօրեին շարունակվեց նաև փետրվարի 19-ին եւ արդեն ընտրական օրվա կեսին հասավ այնպիսի խայտարակ չափերի, որ ոչ միայն հեռաձայնում էին քաղաքացիները, այլ գալիս հեռուստաընկերություն ու ներկայացնում, թե ինչպես է ընտրատեղամասում խախտվում քաղաքացու ազատ ընտրության իրավունքը։ 5000-ով, երրորդ անգամ 3000-ով, ինձ մարդիկ են վերցրել ընտրակաշառք, որ անմիջապես ինձ ազնական բարեկամներ են, բարեկամ, բաժանում են, գուկան կազերի մեջը զանավեսկեքը ծածկած, մտնի շենքերից տներից մարդկանց քանեն, զորով, խնդրելով, աղաչելով, քանեն մարդկանց, քելեք աղբոր ջան, մտնից գազելի մեջ, հոպ, պասպորտի մեջ 5000 դրամը տվեցին, մտանք մեզ։ Գնացել ենք ընտրության 4 անգամ, մտել ենք մեզ սիրեն ընտրության իրավունք չունիք, պասպորտ, բայց մենք թուղթը ստացել ենք։ Պասպորտ սեղանի պետը 2 օր առաջ առանց մեջ գիտության դուրս է գրել։ Ընտրական, նախընտրական ամբողջ շրջանում ակտիվորեն օգտագործվեց վարչական ռեսուրսը, մեծ, միջին, փոքր տրամաչափի չինովնիկական դասը, գյուղապետից քաղաքապետ, մարզպետից ազգային ժողովի պատգամավոր, դպրոցի տնօրեն, բժիշկ թե ուսուցիչ։ 4 տարի առաջ փետրվարյան օրերին ջանասիրաբար լծված էին մեկ գործի, իսկ ընտրությունների օրը վարչական ռեսուրսը օգտագործվեց այսպես. Համայնքի պետերը շտաբի պետեր, դպրոցի մանկապարտեզների վարիչները հանձնաժողովի նախագահներ, ուսուցիչները անդամներ ու վստահված անձինք, եւ բոլորը աշխուժորեն աշխատեցին մեկ ուղղությամբ։ Շռայլորեն գումարներ էին բաժանվում։ Անգամ իրենք բաժանողները խոստովանում էին, որ անձնագրեր ստուգելու ժամանակ չունեն։ Ընդամենը ճշտում էին բերված անձնագրերի թիվն ու բազմապատկում 5000-ով։ Ընտրական տեղամասերից քիչ հեռու հատուկ գումար բաժանելու տեղեր էին առանձնացվել նաև սեփական տներում։
Վարչական ռեսուրսի ամենադասական օգտագործման տարբերակը իրավապահ մարմինների գործունեությունն էր այդ օրերին, երբ ամենուր խախտվում էր Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ իրավապահ ամբողջ համակարգը այդ օրերին կարելի ասել չէր աշխատում։ Գալանյուսի հաղորդավարներն ու լրագրողները կեսօրից հետո արդեն օրենքի մարդկանց հուշում էին օրենքով սահմանված մասնագիտական իրենց պարտականությունները։ Հեռուստաեթերից հնչեցին նաև հանցագործությունների մասին հայտարարություններ։ Սույն փաստերի տեսագրությունը տրամադրված է Գալա հեռուստաընկերությանը։ Այս հայտարարությունը արվում է բոլոր պետական մարմինների համար ըստ գործող օրենքի։ Ամենը տեղի է ունենում իրավապահ մարմինների աչքի առաջ ու մնում առանց արձագանքի։ Հետևաբար, ստանալով բազմաթիվ ահազանգեր ու տեսագրություններ, մենք դիմում ենք իրավապահ մարմիններին լինել մի փոքր, հետևողական եւ ուշադիր։ Իրավապահ համակարգի յուրաքանչյուր աշխատակցի համար երևի ցավ է վերհիշել մասնագիտական անձեռնահասության այն պայմանները, որ նրանք ապրեցին այդ օրը, երբ օրենքի մարդիկ չգրված օրենքով իրավունք չունեին տեսնելու եւ արձանագրելու համընդհանուր խայտառակ իրավախախտումները, երբ ամենուր հավաքված բազմություն էր, ընտրատեղամասերում կուտակումներ, անձնագրերը ձեռքերին 5000 դրամի սպասող մարդկանց հերթեր, երբ Գյումրիի քաղաքային տրանսպորտի 50%-ը դուրս էր գծերից, անգամ Գյումրի-Երևան սպասարկող միկրոավտոբուսները այդ օրը փոխել էին իրենց ուղղությունը եւ սպասարկում էին գյումրեցի ընտրողներին անվճար նրանց տեղափոխելով տնից ընտրատեղամաս եւ հակառակ ուղղություններով։ Իսկ ամենահեղինակավոր թեկնածուն այդ օրն իհարկե փողն էր, որ հորդում էր իշխանավորների գրպանից եւ փոխակերպվում 5000 դրամը մեկ ձայնով։ Այս հարաբերությամբ սկսված առուվաճառքը ավարտվեց միայն ընտրական օրվա երեկոյան։ Արդյունքում մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս վաճառեցինք Հայաստանի ժողովրդավարությունը, մեր երկրի հեղինակությունը եւ ամենակարևորը մեր երկրի առաջին դեմքի նախագահի աթոռը եւ ընդամենը 5000 դրամով։ Հետընտրական զարգացումները իհարկե ցանկալի չեղան ոչ մեկի համար։ Այնինչ տեղի ունեցավ հետևանքներ կեղծված եւ խայտառակ ընտրությունների։ Իսկ ինչպիսին է վիճակը այսօր, 4 տարի անց, որքանով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատրաստ դատարկ ձեռքերով եւ մաքուր խղճով մոտենալու քվյախցիկին, եւ որքանով են պատրաստ իշխանությունները չկրկնելու 4 տարի առաջվա սխալները։ Այս ընթացքում շատ բան է փոխվել, օրինակ ընտրական օրենսգիրքը։ Հիմա ավելի մեծացել են վստահված անձանց լիազորությունները, եւ թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ անցյալի դառը պտուղներից պիտի որ դասեր քաղած լինի։ Ինչպիսին է վիճակը այսօր եւ ինչպիսին կլինեն առաջիկա խորհրդարանական եւ ապա նախագահական ընտրությունները։ Իշխանությունները կունենան արդյոք քաղաքական կամք չխաբելու, չկեղծելու եւ չգողանալու Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացու քվեն։ Հիմա արխիվից տեղափոխվենք մեր օրեր։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության թվով 39 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ինչ ցույց տվեցին արդյունքները, ինչպիսին էին ընտրությունները, ինչ է փոխվել եւ ինչն է մնացել նույնը 4 տարի առաջ եւ այսօր։ Մեքենաներ, բոլոր աներկուս։ Բոլոր աներկուս մեքենաներ, արագ։ Արագ։ Ով ինչ ուզեցել եմ տեսել էլի։ Երկուսը ուզում ենք ընդրել։ Եթե պենզաշնում նույնիսկ թեկնածուել չառաջադրվի, այս շենքը իր համար արդեն անհասանելի է։ Ոչ, ես սեփականաշնորհման կողմնակից չեմ։ Մեզ տրամադրել է համայնքի ղեկավարը 18 տարեկան աղջիկներին, ովքեր առաջ անգամ մասնակցել են ընտրության, նվիրելու համար ընտրությունից հետո։ Ուրիշ նվերներ չկա։ Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցած թիմ ընտրություններից հետո հայտարարեցին, թե ընտրությունները անցան անաղմուկ եւ արդար պայմաններում։ Հայաստանյան ընտրությունների բնորոշ զանգվածային լցոնումների, ծեծկրտուկների, կրակոցների կամ ընտրություններից հետո բողոքների մասին հաղորդագրություններ չեղան այս անգամ։ Սակայն արդար ընտրություններ ասվածը չանցավ առանց ավանդական մեթոդների։ Կրկին եղան գումար բաժանողներ ու քաղաքացիներ, ովքեր այդ օրերին զբաղվեցին ձայների առուվաճառքով։ Եղան նաև բողոքող մարդիկ, թե գումար են բաժանել եւ գումար չի հասել իրենց։ Ինչքան է եղել։ Ինչքան է գումար եղել։ Բայց ինչքան է եղել։ Քունի 5000 դրամ։ Այո։ Ուրեմն խնդրում եմ
Նկարեք։ Նկարեք։ Երկու հատ փոքր երեխա ունենք, ինչ ուրիշներն ասում են մեծ չէ։ Եթե հավասարությունը, խնդրում եմ հավասար։ Հրազդանցի այս կնոջ հոգեբանությունը օրինակ չի փոխվել 4 տարի առաջ եւ հիմա 4 տարի էլ անցնի նա նույն կերպ է մտածելու եւ կարող ենք նաեւ չտարակուսել որ որոշ քաղաքացիների ընտրակադիրավունք այսօր կարելի է գնել ավելի էժան ասենք ոչ թե 5000 այլ 3000 դրամով այս անցած ընտրություններում բնականաբար բոլորի ուշադրությունը առաջին հերթին ուղղված էր հատկապես Հրազդանի քաղաքապետի ընտրություններին որտեղ պայքարում էին գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ նախկին քաղբանդարկյալ Սասուն Միքայելյանը որին պաշտպանում էր Հայաստանի խորհրդարանական ու արտախորհրդարանական գրեթե ողջ ընդդիմությունը Հեմի փողի բաժանման համար այնտեղ Հրազդանում պատերազմ է Ռազբոր կայա գնում թե ով ինչքան փող է վերցրել ինչքան քիչ ձայն եղավ այս ոնց եղավ որ Միքայելյան Սասուն այդքան ձայն հավքեց Ես չեմ հիասթափվել այդ 12000 մարդու չեմ հիասթափվել դուրանք էլ չեն հիասթափվել Անթակառակ է ավելի են ոգևորվել որ մենք կարողացանք լինել ամբողջ պետական ապարատի դեմ Եվ տանել նման հաղթանակ։ Մենք հաղթել ենք Արամին նշանակել ենք քաղաքապետ, մեռնել կեցի։ Բավական է նշել, որ 39 գյուղերից 31-ում քաղաքապետ ու գյուղապետ ընտրվեցին ՀՀԿ թեկնածուները։ Այսինքն այս անգամ էլ արդար ընտրություններում ՀՀԿ-ն մոտ 80% հաղթանակ ապահովեց։ Ընտրությունների այս ելքը բացահայտեցին այն մոդելը, որ իշխանություն ընտրել է գալիք խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակը ապահովելու համար։ Միգուցե այս անգամ էլ չլինեն լցոնումներ, կարող է եւ չլինի ընտրական տեղամասերում տուրուդմփոց, խուսափեն հնարավորինս բոլոր տեսակի տհաճ միջադեպերից։ Այդ ամենի փոխարեն իր որոշիչ դերը կարող է խաղալ ընտրողներին կաշառելը։ Նման տեխնոլոգիայի համար պարարտ թող կա, որովհետև մեր հասարակության մեջ գերիշխող մուրացիկի տրամադրությունը պարզվում է դեռ այնքան էլ չի փոխվել։ Հաջորդը հանրության այն գնահատականն է, թե ինչ էլ լինի, ով էլ ընտրվի, որ կուսակցության օգտին էլ ձայն տան, միևնույն է, բոլորը մեկը մյուսի կցորդն են։ Կարելի է արդյոք անցած ընտրությունները համարել արդար կամ ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարեց նախորդների համեմատ 1 քայլ առաջ։ Շիրակի մարզի գյուղերում մեր նկարահանումները փաստում են, որ այս ընտրություններում մեծապես գործել են իշխանության վարչական լծակները։ Այն, որ իշխանությունները վարչական լծակներով փորձելու էին այսպիսի ընտրություններ անցկացնել, անսպասելի չէր ոչ մեկիս համար, բայց գոնե գյուղական ընտրությունները թվում է այնքան էլ էական նշանակություն չպիտի ունենային, եւ գոնե այստեղ իշխանությունը պետք է շահագրգիռ լիներ, թեկուզ ցուցադրական եղանակով ապացուցելու, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որ կարող են գոնե գյուղերում լինել ընտրություններ ոչ ավանդական եղանակով։ Սակայն դա այդպես չեղավ եւ պարզվեց, որ հայրենի իշխանությունները ոչ մի դեպքում չունեն քաղաքական կամք եւ նրանց չի էլ հետաքրքրում առհասարակ, թե ինչ ասել ընտրությունների որակական փոփոխություն։ Եվ այսօր Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ցանկացած պետական ու մասնավոր կրթական ու արտադրական հիմնարկի միջոցով, սպառնալիքով, ճնշմամբ, լավագույն դեպքում հորդորելով հնարավոր է մեծաքանակ ձայներ ապահովել։ Քաղաքական գործիչներն ու փորձագետները արդեն կանխատեսում են, որ փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները առաջիկա խորհրդարանական ընտրությունների փորձնական նախերգանքն էին։ Այսինքն նույն կեղծիկի խաղաղ մեքենան արդեն ավելի կատարելագործված մեխանիզմներով գործի է դրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Ժողովրդավարական նորմերին համապատասխան արդար թափանցիկ ընտրությունների պատրանք ստեղծելու համար։